ու մեկ էլ մի կարևոր բան, որը նույնպես շատ հաճախ ես նկատում եմ, խմում են ինչ որ տագնապամարիչ, ինչ որ տեղ, որից մի հակադեպրեսանտ, հա, կապ չունի, օրինակ զոլովտասվածն է խմում, ու ասում է դե մի 10 օր խմեցի, չոքնեց, բժիշկը պացիենտն ասում է ինքն իրան հանեցի։ Նախ առաջինը տագնապամարիչ ազդեցությունը սկսվում է միայն 4-6 շաբաթ հետո։ Մինչև դա առաջի 2 շաբաթը յուրաքանչյուր հակադեպրեսանտ, որ խմում է պացիենտը, շատ իր կողմնակի ազդեցություններն է առաջանում։ Ու կողմնակի ազդեցությունների մեջ մտնում է օրինակ հնարավոր է տագնապային սիմպտոմների ուժեղացում, որը շատ հաճախ պացիենտին գցում է, ասում է ես այսքան վատ չէի, ինչի վատացա։ Դա իրան բնորոշ, այսպես ասած, կողմնակի ազդեցությունն է, որի մասին մենք պարտավոր ենք նաև մինչև նշանակելը պացիենտին բացատրենք, ինչա սպասվում, ինչերա լինելու վերջնական արդյունքը ինչա։ Դրանից հետո արդեն շատ սահուն ձևով սկսում է իր իսկապես տագնապամարիչ ազդեցությունը օրգանիզմում, երբ որ արդեն քիմիական այդ բոլոր գործընթացների արդյունքում արդեն ազդեցությունը լինում է։ Ու 6-ից 9 ամիս սովորաբար, եթե սկսել ենք, պետքա պացիենտը խմի։